Հրապարակ թերթը գրում է իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել միակ թեկնածուն հրաժարվի առաջադրվելուց։ Ճնշման գործիքն էլ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն է, որը Հայաստանի իշխանական վարչակարգի թերևս միակ պաշտոնյանն է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ, որպես նախկին կոլեգայի։ Աբազյանը տևական ժամանակ է իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր Ալիևի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։ Դրա համար էլ Ալիևը սպառնում է Արևմտյան Ադրբեջանով եւ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձով։ Երեք հայտնի դարձավ նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություններ կան, որ այդ գործով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ։ Ի դեպ, ասում են, Բաբայանը 2018-ից հետո ինքնակամ շատերի դեմ է ցուցմունքներ տվել, որոնք հիմա ջրի երես են ելնում։ Իշխանության ճնշումները կարծես արդյունք են տալիս։ Նախագահի թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը բաց է թողնվել, վաղվանից երկրորդ ժամկետն է սկսվում, եւ եթե 7 օրվա ընթացքում թեկնածու չառաջադրեն, Արցախի նախագահի լիազորությունները կմնան ազգային ժողովի նախագահի վրա, այդպես սահմանադրությունն է ասում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի մայիսի 29-ին արած սուր ու սկանդալային գրառումը, ինչպես նաև նրա տիկնոջ Աննա Հակոբյանի հայտարարությունը լուրջ ալիք են բարձրացրել հասարակական եւ հոգեվոր շրջանակներում։ Փաշինյանը եւ Հակոբյանը ըստ էության եկեղեցու հասցեին հնչեցնում են մանկապղծության եւ ոչ առաքինի վարքի հրապարակային մեղադրանքներ։ Մինչդեռ հայ առաքելական եկեղեցին այս պահի դրությամբ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։ Թերթի տեղեկություններով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, որը գտնվում է արտերկրում Շվեյցարիայում մասնակցելու Արցախի հայության իրավունքների նվիրված բարձր մակարդակի քննարկումներին, կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին։ Ըստ ամենայնի սրանով էր պայմանավորված, որ տարբեր բարձրաստիճան հոգևորականներ արձագանքեցին վարչապետին, կոշտ պատասխանելով նրան, սակայն հայ առաքելական եկեղեցին հավաքական իմաստով չարձագանքեց Փաշինյան եւ Հակոբյան զույգին, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Երևանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց մշակութային հատկացումն է արել։ Այս անգամ Զանգա գրատուն ընկերությանը։ Կարգադրության մեջ նշված է մանկական գրքի փառատոն նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ։ Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։ Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս, եւ սա ոչ առաջին, թերևս ոչ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին, գրում է թերթը։ Փաս թերթը գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չնայած ֆուտբոլային հանրության գերակշիռ մասի դժգոհություններին եւ հրաժարականի պահանջներին ամեն գնով պահեց իր աթոռը։ Ըստ էության նրան կամ իր տեղակալին հաջողվել էր համոզել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա, քանի որ այս փուլը հաղթահարել է, Մելիքբեկյանը սկսել է մուռ հանել նրանցից, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել իր հրաժարականի պահանջի գործընթացներում կամ առնվազն կողմ են եղել իր հրաժարականին։ Օրինակ, դեռ հոկտեմբերին սկսված ակցիաներից հետո թերթի տեղեկություններով ֆեդերացիա ղեկավարության ուղիղ մճամտությամբ աշխատանքից ազատվել է West Armenia ակումբի գլխավոր քարտուղար Արսեն Զաքարյանը։ Թերթի տեղեկություններով ֆեդերացիայի նախագահը հանձնարարել է գրություն ուղարկել UEFA, մեղադրելով Հայաստանում UEFA-ի թղթակցին, որպեսզի եվրոպական ֆուտբոլային կառույցը խզի աշխատակային պայմանագիրը վերջինիս հետ։ Հիմնական մեղադրանքն այն է, որ Հայաստանում UEFA-ի թղթակիցը առաջնության խաղերը խաթարելու եւ անհնազանդության հրապարակային կոչեր է արել։ Թերթի ուսումնասիրությունները սակայն ցույց են տվել, որ նման հրապարակային կոչեր UEFA-ի թղթակից Մեհեր Խուդավերդյանի կողմից բացարձակ չեն եղել, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ են նման քանակի եւ արագ գործընթացը իրականացնելու։ Թերթի տեղեկություններով ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։ Վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով
դարձյալ նշված սարքերը վերադարձվել են։ Ստացվում է, որ այժմ ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։ Թերթը տեղեկացել է նաև, որ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։ Գրում է թերթը։